Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց 3 տարի և 6 ամիս և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ, սակայն նրանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, բայց միայն մի այրի կնոջ Սիդոնացիների Սարեպթա քաղաքում։ Նաև Իսրայելում Եղիսե մարգարեի օրով բազում բորոտներ կային, սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման ասորին։ Երբ այս լսեցին ժողովարանում, բոլորը լցվեցին բարկությամբ և վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև Դարաբան այն լեռան, որի վրա շինված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն, իսկ նա անցնելով նրանց միջով գնաց։ Ում էին ուզում գահավեժ անեն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև Եղիայի և Եղիսեի կյանքից դրվագներ բերելով, օրինակներ բերելով հանդիմանեց հրեաներին իրենց անհավատության համար։ Ասում է բազմաթիվ այրիներ կային սովի ժամանակ Իսրայելում, բայց Եղիան ոչ մեկի մոտ չգնաց, այլ գնաց Սիդոնացիների Սարեպթա քաղաքում մի այրու մոտ և նրան կերակրեց սովի ժամանակ։ Նրա որդին երբ մեռավ, որդուն հարություն տվեց երեխային Եղիան։ Եղիսե մարգարեի ժամանակ ասում է շատ բորոտներ կային, Եղիսեն Եղիայի աշակերտն էր, բայց ասում է ասորի Նեեման զորավարը բժշկվեց Եղիսեի աղոթքով, Եղիսեի միջոցով։ Միշտ այդպես աշխարհի մեջ շատ մարդիկ կան, որոնք աղոթում են, բայց բոլորի աղոթքը չէ, որ պատասխանի է արժանանում այնպես, ինչպես իրենք խնդրում են, աղաչում են։ Շատերի աղոթքը հնչում է որպես ձայն բարբառու անապատի։ Ինչու՞։ Շատ պարագաներ կա։ Առաջինը, որովհետև այն հավատքով չեն անում, ինչ որ պիտի անեին, և Աստված ուզում է, որ հավատքը զորանա մարդկանց։ Այն գործերով չեն աղոթում, ինչով պիտի աղոթեին, Աստված ուզում է, որ մարդիկ սուրբ ձեռքերով աղոթեն, ոչ թե մեղավոր։ Աստված ուզում է, որ մարդը փորձի մաքրվել։ Ուրեմն զատկից հետո 50 օրերի մի շրջան կոչվում էր հինանց շրջան, որտեղ մենք Սուրբ Հարության տոնն ենք նշում։ Այդ 50 օրերի շրջանը ավարտվեց անցած կիրակիով հոգեգալստյան տոնով։ Այս շրջանը առանձնանում է մյուս շրջանից տարվա։ Սրանից հետո սկսում է մի շրջան, որտեղ բոլոր կիրակիները կոչվում են Հարության կիրակիներ։ Եվ այսօր առաջին կիրակին է, և այսօրվա կիրակին եկեղեցին կատարում է հիշատակը Եղիա մարգարեի։ Քիչ առաջ այստեղից ընթերցվեց 2 դրվագ թագավորած գրքերից, 3-րդ և 4-րդ թագավորած գրքերից Եղիա մարգարեի կյանքից 2 դրվագ։ Եղիա մարգարեն առանձնանում է բոլոր մարգարեների մեջ և բացառիկ է։ 2 հանգամանք բերեմ Եղիա մարգարեի կյանքից, որ իր բացառիկ լինելն է խորհրդանշում։ Եղիա մարգարեն այն միակ մարգարեն էր, որը մահ չտեսավ, որը չմեռավ այս աշխարհի մեջ։ Սուրբ Գիրքը հիշատակում է մարդկանց, որոնք չեն մահացել, որոնց Աստված երկինք է փոխադրել։ 2-ն են դրանք, դրանցից մեկը Եղիա մարգարեն էր։ Եվ դրվագը ընթերցվեց, թե ինչպես երկնքից հրեղեն կարգ իջավ հրեշտակներով և Եղիային կենդանի հափշտակեցին տարան երկինք։ Եվ մյուս դրվագը Քրիստոսի պայծառակերպության ժամանակ Թաբոր լեռան վրա
ասում է երկու մարգարեներ հայտնվեցին Քրիստոսի մոտ եւ Քրիստոսի հետ զրուցում էին, խոսում էին։ Մեկը Մովսես մարգարեն էր, մյուսը Եղիա մարգարեն։ Եղիան միշտ հիշեցնում է կրակը, լույսը, նախանձավորությունը եւ երկինք գնալը։ Եվ նոր կտակարանում էլ ասում է Եղիան պիտի գա։ Ինչ ասել է Եղիան պիտի գա։ Եվ Քրիստոս բացատրեց, թե Եղիան պիտի գա ով է։ Հովանես Մկրտիչը պիտի գա Եղիայի հոգով։ Ոչ միայն այդտեղ է խոսում Եղիայի հոգու մասին, այլ նաև երբ Եղիան պիտի երկինք հափշտակվեր, երկինք վերանալ, իր աշակերտ Եղիսեն խնդրեց, ասեց մի բան եմ խնդրում, որ քո հոգու կրկնապատիկը ինձ վրա լինի։ Այսինքն Սուրբ Հոգուային զորությունը, որ ուներ Եղիան, Եղիսային էլ նույնը խնդրեց, ասեց դրա կրկնապատիկը թող ինձ վրա լինի։ Եվ Եղիան ինչ ասեց, ասեց եթե իմ երկինք վերանալու պահին դու ինձ տեսնես կլինի եւ այդպես էլ եղավ։ Հովանես Մկրտչի մասին ասում է, որ Հովանես Մկրտիչը եկավ Եղիայի հոգով։ Ինչ էր Եղիայի հոգին։ Հավատքի, նախանձավորության, աստվածպաշտության հոգի էր։ Եղիայի կյանքի դրվագներին, որ տեսնում ենք, այսօր Եղիայի կյանքը մեզ համար օրինակ է որպես ներկայացնում։ Ինչ էր Եղիան։ Իր կյանքից ավելի սիրում էր Աստծուն եւ ամեն ինչից առավել Աստծո պատվիրանների մեջ էր մնում։ Եվ Եղիան թագավորին հակառակվեց իր օրվա, Աքաբ թագավորին, որը Իսրայելում ճշմարիտ Աստծո պաշտամունքը հետ էր մղել եւ առաջ էր քաշել օտար ազգերից ներվուծված կռապաշտությունը, կուրքերի պաշտամունքը։ Եվ Եղիան այս թագավորին հանդիմանում էր, որի համար թագավոր ուզում էր Եղիային սպանել։ Եվ Եղիան միշտ հալածական էր, միշտ փախուստի մեջ էր թագավորից։ Բայց Եղիան միևնույնն է չէր նահանջում, չէր զիջում։ Եվ Եղիան ինչ արեց։ Մյուս հատվածը, որ ընթերցվեց, այնտեղ պատմում է, թե ինչպես Եղիան ասեց, դե եթե ճշմարիտ պատարակը, ճշմարիտ պաշտամունքը ձեր պաշտամունքն է, եկեք դուք ձեր զոհը մատուցեք, թող ձեր Աստված ընդունի ձեր զոհին, ես էլ իմ զոհը կմատուցեմ։ Եվ հավաքվեցին 900 կռապաշտ քուրմեր եւ զոհ էին մատուցում իրենց կուրքերին, իրենց չաստվածներին։ Եվ այդ զոհը ընդունելի չեղավ, որտեվ ունային բաների էին զոհ մատուցում, ճշմարիտ Աստծուն չէին զոհ մատուցում։ Հետո Եղիան միայնակ զոհ մատուցեց ճշմարիտ Աստծուն եւ այդ զոհը Աստված ընդունեց։ Երկնքից կրակ իջավ եւ տարավ զոհը։ Այսօր մենք նույն զոհն ենք մատուցում Աստծուն։ Պատարակը զոհաբերություն է, ճշմարիտ զոհաբերություն է, բայց եկեղեցուց դուրս ինչքան տեսակ զոհեր են մատուցում իրենց կուրքերին, իրենց պաշտամունքի առարկա դարձրած տարբեր բաների, ընդունելի չեն այդ զոհերը եւ խաբկանքի մեջ են։ Ճշմարիտ զոհը եւ ճշմարիտ աստվածպաշտությունը Քրիստոսի զոհաբերումն է, Քրիստոսի պատարակն է, որ մատուցվում է եկեղեցու մեջ։ Եղիան նախանձախնդիր էր եւ նախանձախնդրության օրինակ էր։ Եղիան միշտ հայացքը Աստծուն ուղղած էր ապրում։ Բայց Եղիան այս ամեն ինչով հանդերձ մարդ էր, որը երբեմն ունենում էր հուսահատության, տխրության, տրտմության պահեր։ Եվ տեսնում ենք այս քաջ Եղիան, որ այդ 900 քուրմերին սպանեց,
հաղթեց եւ սպանեց իր հավատքով։ Այս նույն Եղիան հայտնվեց հուսահատության տրտմության մեջ եւ ինչ արեց։ Մենք էլ շատ հաճախ մեր կյանքում հայտնվում ենք հուսահատության, թևաթափության, տխրության վիճակների մեջ, բայց ինչ արեց Եղիան։ Գնաց Աստծո հետ հանդիպելու եւ 40 օր ծոմապահությամբ գնաց Աստծո լեռը բարձրացավ եւ հանդիպեց Աստծո հետ։ Եվ Աստված Եղիային զորացրեց, հուսապնդեց եւ ուղարկեց իր առաքելությունը շարունակելու։ Եղիան հայացքը այս կողմ այն կողմ չգցեց, այստեղ այնտեղ պաշտպանություն չխնդրեց, գնաց ուղակի Աստծո առաջ ասեց. Տեր Աստված, ես հավատարմորեն ջանում եմ քո ճանապարհներով ընթանալ, բայց ինձ ուզում են սպանել։ Իմ կյանքն են ուզում խլել, հոգնել եմ արդեն։ Աստված զորացրեց, ասեց դու մենակ չես։ Եվ Աստծո հոգին Եղիային առաջնորդում էր։ Ինչպես էր ապրում Եղիան։ Հայացքը դեպի երկինք ուղղած, հայացքը Աստծուն ուղղած։ Եվ ինչեր տեղի ունեցան Եղիայի ժամանակ Եղիայի միջոցով, բազմաթիվ հրաշքներ, բազմաթիվ զարմանալի գործեր, բայց ինքը վստահում եւ հավատում էր Աստծուն։ Ինչ Աստված ասում էր, անում էր։ Գիտեք, երբեմն մեզ, որ մենք մեզ խելացի տեղ ենք դնում, կարող է պրիմիտիվ բաներ թվա։ Սով էր երկրում, ջուր չկար, կերակուր չկար։ Աստված Եղիային հրամայեց, ասեց գնա քորեթի հեղեղատը, ես այնտեղ քեզ կկերակրեմ ագռավների միջոցով։ Հեքիաթա, հեքիաթի նման մի բան է։ Եղիան գնաց այնտեղ նստեց, ամեն օր ագռավները միս էին բերում Եղիային, որ Եղիան ուտի։ Աստված ջուր էր տալիս, խմում էր Եղիան։ Որտեվ չէր տկարանում իր հավատքը, ինքը հավատում էր։ Եվ այդ հավատքի արդյունքում Եղիան մեռել հարություն տվեց։ Եղիան կենթանի երկինք վերափոխվեց։ Հարության կիրակիներն է սկսում։ Ամեն կիրակի հարություն է հիմա։ Միշտ է կիրակին հարություն։ Ընդհանրապես կիրակի բառը նշանակում է տերունական օր, թարգմանաբար։ Հունարեն արմատով բառ է կիրակին, որը նշանակում է տիրոջ օր, տերունական օր։ Եվ տերունական օրը խորհուրդն ունի հարության, հավիտենական կյանքի երկնքի արքայության, որովհետև այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առավ։ Մահվանը հաղթեց եւ կյանք սփռեց աշխարհի մեջ։ Եվ այսօր կիրակի է, մենք հավաքվել ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատարագը կատարենք, իր զոհաբերությունը եւ իր հարության հիշատակը։ Քրիստոս հարյավ ի մեռելոց եւ իր հարությամբ կյանք տվեց ողջ աշխարհին։ Ուրեմն կիրակին մեզ համար բացառիկ մի օր է, որը խորհրդանշում է երկինքը, հավիտենական կյանքը։ Շաբաթվա 6 օրերը ինչի համար է, դեպի կիրակի գնալու համար։ Այս աշխարհի մեջ այնպես քայլելու, այնպես ապրելու, որ հասնենք կիրակի հարությանը։ Եվ մենք հաղորդ լինենք հարությանը, հաղորդ լինենք երկնքին, հաղորդ լինենք այն իրողությանը, ինչի մեջ հայտնվեց Եղիան իր կյանքի ավարտ, այս երկրավոր կյանքի վախճանին, որ Աստված Եղիային հափշտակեց երկինք։ Սուրբ Գիրքն ասում է, երկնքի արքայությունը այստեղ, այնտեղ մի փնտրեք, երկնքի արքայությունը ձեր ներսում փնտրեք։ Երկնքի արքայությունը ասել է Աստծուն, երջանկությունը, արդարությունը, ամեն ինչ, այն բոլոր բարիքների, այն բոլոր օրհնությունների, այն բոլոր աստվածային երանությունների ամբողջությունը, որտեղ է, մեր ներսում դրված է այդ։ Բայց մենք չենք փնտրում։ Մենք ուզում ենք դրսում գտնել այդ ամեն ինչը, չկա դրսում։ Դրսում մի բան կա։ Այն ինչին արժանացան Ադամն ու Եվան, ինչի արժանացան, մահվան։
երբ որ երջանկությունն էին փնտրում, երբ որ երանելի պտուղն էին փնտրում, այդ պտուղը դարձավ իրենց մահվան պատճառ։ Աստված ասաց՝ հողեիր, նորից հող պիտի դառնաս։ Կյանքը միայն Աստծո մեջ է, իսկ Աստված այդ կյանքը դրել է մեր ներսում։ Եվ ասում է՝ փնտրեք ձեր ներսը, մտեք ձեր ներսը, որպեսզի Աստծուն գտնեք։ Եղիան 40 օր, որ առանձնացավ, գնաց Աստծո հետ հանդիպելու, առանձնացավ աշխարհից, առանձնացավ մարդկանցից, բարձրացավ լեռը բարձրանալն ինչն է, կտրվել այս աշխարհից եւ մնալ ինքն իր հետ մենակ, Աստծո հետ մենակ։ Ինչը այսօր ամեն ինչ արվում է այս աշխարհի մեջ, որ մարդ հետ հնարավորությունը չունենա։ Մարդ հնարավորություն չունենա ինքն իր հետ մենակ մնալու։ Մարդը միշտ պիտի իր հեռախոսի հետ մնա։ Մարդը միշտ պիտի այս աշխարհի տարբեր տեսակի բաների հետ մնա։ Հեշտ է կտրվել հեռախոսից, շատ դժվար է։ Մեկը գանգատվեց հեռախոսից մի երիտասարդ, որ իրեն շատ է շեղում, խանգարում հոգևոր ընթացքի մեջ, մենք զրուցեցինք, առաջարկեցի, ասի բեր այդ հեռախոսը ծալի մի կողմ դիր, կոճակներով են կնոպկեքով հեռախոս վերցրու, որ ինտերնետ չլնի, բան չլնի, այդ շեղող բաներ չլնի։ Համաձայնվեց, ասեց օրտնիրը տենց անեմ, ասեցի օրտնում եմ, արա, 4 օր հետո զանգեց, ասում է, տեր այբ, թույլ կտաս 2 ժամով հեռախոսը վերցնեմ։ Դժվար է, այսինքն դժվար է ինքներս մեզ հետ մենակ մնալը, դժվար է, բայց ով որ կարողանա այդ դժվարությունը հաղթահարել, նա պիտի փրկվի։ Ով որ կարողանա ինքն իր հետ մենակ մնալ, մտնել իր մեջը եւ իր ներսում գտնել Աստծուն, երկնքի արքայությունը եւ դրանով ապրել, իսկ Եղիան այդպիսին էր։ Նա պիտի հասնի երկնքի արքայության, նա պիտի հասնի փրկության, նա պիտի հասնի լույսի։ Ուրեմն Եղիայի լուսեղեն, հրեղեն պատկերը մեր աչքի առաջ ունենալով, հա, քաջալերվենք, զորանանք, իմանանք, որ Աստված մեզ երբեք մենակ չի թողնում։ Աստված ուզում է, որ մենք մեր հանձնարարվածը, Աստծո կողմից մեր պատվիրվածը անենք, մնացածի Տերը ինքն է։ Դու հավատարիմ եղիր քոնի մեջ, մնացածը ես եմ անելու։ Եթե դու այսքան ես անում, Աստված դրա բազմապատիկը եւ գյուրապատիկն է անում ես համար։ Եղիայի նախանձավորությամբ եւ Եղիայի հոգով մեր կյանքերը ապրելու շնորհ եւ ողորմություն անի ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի ամեն։